Թիկնայք և պարոնայք, բուրըն և բարձր ծափարությունների ներքո դիմավորեք, հայկական բեմի, գեղեցկագույն, բազմագույն, գույնզգույն, հնագույն, բայց միևնույն ժամանակ հավերժ երիտասարդ, Նապոլեոնի ինտելեկտով և Կլեոպատրայի հմայքով, իդեպ նա այնքան երկար է ապրում, թե մեկին, թե մյուսին անձամբ տեսել է, սկանչելի, հիանալի, հայկական բեմի, Բրյուս Լի, Լուիզա Ներսիսյան։ Ժողովուրդ ջան, ուշադրություն մի դարձրեք Վահեի կեղծավորություններին, ուղղակի փող ապարտք։ Ուզում եմ հասկանամ, խես ես կամ մարսում ես ամեն ինչ ասում։ Լսի, դու հասկացել ես, որ ես արդեն այստեղս ես հասցրել, Վահե։ Դու հասկանում ես, ես ինչքան զբաղված մարդ եմ, ես ինչքան նկարանում եմ բաց թողել, որը գամ ստեղ։ Ինչ ես ուզում։ Լուի ջան, խնդրում եմ, էլի լավ հարց չկա։ Եթե այսօր կարողացար համատեղել քո խիտ գրաֆիկը ներկայացումների ու փորձելու ելույթ ունենաս մեզ մոտ, խոսք եմ տալ սաղ փողոցიდან վրիցել մի բաներ ավել։ Բարի գալուստ Comedy Liga։ Այսօր ճիշտն ասած, իմ թիմը շատ էքսպերիմենտալ է, իրար ընդհանրապես չճանաչող տարբեր ոլորտներից մարդկանց եմ հավաքել եւ փորձենք տեսնենք թե ինչ կկատարվի բեմում։ Համաձայն եք, եկեք բարձր ծափարենք իմ թիմին։ Դե քանի որ ես թատրոնի դերասանուհի եմ, չէի կարող չհրավիրել այստեղ տաղանդաշատ, փայլուն արտիստ, ով չկարողացավ գալ, այդ իսկ պատճառով այստեղ եմ հրավիրել Հայարփի Զուռնաչյան, ձեր ծափարությունները։ Շնորհակալ եմ սիրելի հանդիսատես, շնորհակալ եմ Լուիզա, որ հաղթանակի համար հրավիրել ես պրոֆեսիոնալ դերասանուհի, շնորհակալ եմ Լուիզա։ Լուիզ չէ, սենց ման 1000-ից 1 ալեմ լուրջ եմ ասում, այնքան շնորհակալ եմ քեզ Լուիզ, այնքան երախտապարտ եմ։ Հայարփի լեզվիդ ես տալիս արդեն լավ։ Դե իհարկե մեզ նաև պետք են պրասմոտրներ եւ լայքեր, այդ իսկ պատճառով մեծ սիրով այստեղ եմ հրավիրում բլոգերների։ Համեցեք։ Քալաշյան 119,000 հետևորդ։ Նարի տակը գծիկ 0, տակը գծիկ 7 Վարդանյան 122,000 հետևորդ։ Եվ իհարկե Միսակ Ոսկանյան։ Դու ով ես։ Քեզ ոնց ներկայացնեմ։ Պրոստը չաղ տղա։ Պրոստը չաղ տղա Միսակ։ Դե ինչ պատրաստ եք արդեն։ Կարող ենք սկսել։ Կարոքրաջան 26 տարեկան գյուղ ձորախբյուր կկատարեմ Ձախարդի երգածանգից տարիներ ստեղծագործությունը Խոսք Վահան Տերյանի երաժշտությունը Լևոն Աբրահամյանի Լյա մինոր 4-րդ օկտավա բարիտոնից դեպի տենոր տանող Ինձ ասում ես Ժակո քեզ խելոք պահին Ժակո Տղա ջան դու ով ես Ես Կարոքրաջան 26 տարեկան գյուղ ձորախբյուր Այս երաժշտական նախագիծ չի Ոնց թաքնված տաղանդնա խնդիր չեմ տեսնում Կարոքրաջան 26 տարեկան գյուղ ձորախբյուր ականջով կծռեմ հաորնոց մեղ Մի վնասի քեզ Ոնց մի վնասիր նա Կարոքրաջան 26 տարեկան գյուղ ձորախբյուր մի վնասիրի շրջանակներում կհեռացնեմ իմ պոչկի քարը Տղա մի հատ հանգստացի Սա Comedy Liga-ն է Էս էլ իմ թիմն է գնաս տեղից Կարամ խաղամ ձեր թիմից Կարա սարի Մերսի Լավ, վերջ, պատրաստ եք, ժամանակ չկա, սկսեցինք, դե ինչ, սկսում ենք, երեխեք, ես մի հատ պոկվեմ նկարահանման, շատ շտապում եմ, ուրիշտեղ գործ ունեմ, հետո եթե պետք կլեմ կզանգեք կգամ, սկսեք, Ինչ արչի, նորմալ խոսա մի հատ Թե ասա Լուիզ ջան չէիր կարում նորմալ պրոֆեսիոնալ դերասանների կանչեիր Այս բլոգերներին բերել ես տեղ որ ինչ Այսինքն, օրինակ ես դերասանուհի եմ ու մի շարք սերիալներում եմ խաղացել Ես էլ սիթքոմներում Ես էլ եմ լիքը խաղացել
Դրա համար մինչև հիմա տուն չունեմ։ Ու այսպիսի պրիմիտիվ բարախաղային հումորներով փորձում եք գրավել հանդիսատեսին։ Կարճ ասած, տափակություն։ Մի հատ կլինչն ես բեմից, այս խես վատաբանում որ։ Բայց ես մեղավոր չեմ, որ դուք ամեն ինչ ուշ եք հասկանում։ Այսինքն ուշ ենք հասկանում։ Այսինքն ուշ ենք հասկանում։ Զորա այսինքն տափակություն։ Հասկացեք, դերասանի պատվավոր կոչումը ստանալու համար մենք 4 տարի սովորում ենք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, 2 տարի սովորում ենք մագիստրատուրայում, այնուհետև տարիներ շարունակ քրտնաջան, նվիրաբար ծառայում ենք թատրոնին։ Ու այդ ամեն ինչը 53820 դրամով։ Ներառյալ ԱԱՀ-ն։ Ներեցեք, այդ ամենը մեկ օրում։ Ոչ, մի ամսում։ Ոչ։ Այդ ամբողջ տարիները միասին 53820 դրամ, ասա։ Ներառյալ ԱԱՀ-ն։ Լսի այդ ճյուղավորված մազերով լիր։ Ինչ։ Լիրփը հասկացանք։ Լսի, բայց ճյուղավորված մազերը մի քիչ վիրավորական էր։ Իմ մազերի որակը։ Մենք մի հատ սուշի ենք նկարում գցում, մեր էջ 10 անգամ ավել ենք աշխատում։ Զարմանում եմ, երբեք չեմ հասկացել, ոնց կարելի է սուշին նկարել ու գցել Instagram։ Հա, ինչ, դրա խնդիրը ո՞րն է։ Կերեք այդ սուշին, որովհետև դուք դրա հնարավորությունը ունեք։ Այսենց համով վերցնում ես։ Այսինքն ստացվում է, որ եթե մենք էլ ենք ուզում դառնանք դերասան, մենք էլ պիտի սոված մնանք։ Չեմ հավատում, բայց հասկացար, հա։ Իրական արվեստագետ լինելու համար պետք է լինել սոված եւ առանց փող։ Հրս փաստորեն քանի տարի ես արվեստագետ եմ։ Ես մեկ էլ այն մեր հայացի գարուշիկը, չնայած այն այնքան սոված ու փող չունի, ձևը վաստակավոր արտիստներ լինի։ Դե նենցա որ մոդել լինելու համար էլ պիտի միշտ հաց չուտես ու սոված մնաս, հայդեպ ձեզա չեր խանգարի դա։ Ախշի, ում ես խափում։ Ինձ, քեզ մի մոտ ժողովրդին, այս սիլիկոնյան հովիտ։ Քո վրա ավելի շատ սիլիկոն կա, քան մեր բալկոնի պատուհանների արանքը։ Դե հերիք այլի զզվցրեցիք արդեն։ Հա սիլիկոն, ես մեռը ասելը, որ ին վրա սիլիկոն չկա ընդհանրապես։ Մեզոթերապիա կա, բիորևիտալիզացիա կա, միկրոդերմաբրազիա կա, ակվաշեն կա, պոլումալոչկաներ կա, նիցիա կա, դաժե օստեոխոնդրոզանտերը կա, բայց սիլիկոն չկա ին վրա ընդհանրապես։ Լսի նես տպավորությունն ոնց որ այն ասվիժիցելի հետևի բաղադրությունը կարդալ, չէ՞։ Ձեր հայրանունը։ Դավիդովնա։ Նարի Դավիդովնա։ Հերիքա գլուխներս հարթուկ ես։ Բայց մի հատ բան հարցնեմ էլի։ Էս էլ է բնական։ Իհա, մեռը ասելով սիլիկոն չի իմնա, բնական է։ Հաստատ։ 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 Իհա, այդ տղա, հաստատ։ Երեխեք ճիշտ ասում։ Հաստատ իրանն է։ Սակվասոր, ֆու։ Այս ձեռքերը։ Բնական է, սիլիկոն չի։ Իմ ձեռքերը։ Ինչեր ասես, որ չեն տեսել այս ձեռքերը։ Ժողովուրդ ջան։ Հրը մի րոպե, թող կնամատ լվացվի։ Հորս արավ, թե ես հա? մի տարի լվացվեմ։ Ժողովուրդ ջան, այս թեմայից դուրս մի հատ բան ասեմ ձեզ։ Դուք գոնե գիտեք, այս միսակը կոնկրետ այս տեսարանը քանի անգամ է իմ հետ խաղացել։ Ու դիտվում սխալ։ Փորձ չենք ունենում, տանը նստած զանգում ասում է Նարի ջան, կգաս մի հատ էլ խաղանք։ Տունը նստած հաց եմ ուտում, զանգում ասում է Նարի ջան, ձեր տան դիմաց եմ, կգաս մի հատ էլ խաղանք։ Փողոցում պատահաբար կնոջ երեխու հետ հելում է դեմս, ասում է Նարի ջան, կինո երեխան ջանդամ, իրանք կսպասեն, կլի մի հատ էլ խաղանք։ Կարանք մի հատ է խաղանք։ Եթե զզվցրիք, հիմա ձեռներդ են կողտա։ Մի հատ հանգստացեք, հա։ Լավ, Հայեր Պիչյան, այրնակ դուք դերասաններով մեզ քննադատելու փոխարեն դուք էլ գովազ նկարեք, տեղադրեք ձեր էջում, ինչու՞ն է խնդիրը։ Օրինակ չիպսի գովազդ։ Չէ, նման բան չի կարող լինել, դերասանը չի կարող գովազ նկարել, այն էլ չիպսերի։ Երեխեք ջան, վայ եկա վերջապես։ Լուիս։ Գովազդում էիր նկարվում։ Չիպսերի։ Չէ։ Հա, ճիշտ ասած, շատ խնդրեցին, շատ խնդրեցին, համը մի քիչ փող տվեցին։ Ինչու։ Լուիզա, դու դաշույնով մխրճեցիր իմ սիրտը։ Ո Լուիզա, ինչու ես այսպես վարվում։ Ո Աստվածներ, ինչու։ Ինչու, ախ ինչու, դեր սիրում ես, բայց ո
ես այսքան ժամանակ չեմ ֆայմել, գովազդերում նկարվել, էշեշ գնացը ես ինչով եմ զբաղվում։ Դե հա, երեխեք, լավ, առաջարկում եմ սենց չի լինի, էլի։ Եկեք գովազդը եւ թատրոնը միացնենք իրար եւ տեսնենք թե ինչ հետաքրքիր բան կստացվի, համաձայն եք։ Դե սկսեցինք։ Դե ես մի հատ գնամ նկարանման, դուք սկսեք, ես կգամ։ Ես հեսա նենց բան կմտածեմ, որ դուք ձեր գովազդը չբերեք ճխտեք իմ արվեստի մեջ, վերենքի հայտարարի մոմ։ Այդ տղա դու կողքս կանգնի, սխալ չասես։ Օթելլո եւ Դեսդեմոնա, այո։ Օթելո Քուրաջան, Դեսդեմոնա Ձորախբյուր։ Ոյ աշկիս չերևասելի։ Ուր է իմ թաշկինակը։ Մի րոպե տղա, խեղդի։ Վայ կդես։ Խեղդի։ Մի սոկ, կամաց խեղդի։ Let's try again։ Ուր է իմ թաշկինակը, Դեսդեմոնա։ Օթելլո, մի խեղդիր, մի խեղդիր։ Դեսդեմոնը անհատական մերսման սրա, մեզ մոտ խեղդում են միայն ձեր ցանկությամբ։ Ստոպ։ Դուք գժվել եք, այս ինչ տափակություններ եք անում, սա Շեքսպիր է։ Աղջի ինչ ես ուզում միքսում եք, յա։ Միքսեք։ Համել հələ մի րոպե, հա։ Իմ համար տափակությունը այդ ձեր Շեքսպիրն է։ Վայ, Լավ էլ ձեր Շեքսպիրն է, հա, այն ժամանակ միգուցե Օթելոն համարվում էր իդեալական խանդոտ տղամարդու կերպար, բայց մեր օրերում Օթելոն կլիներ կրինժ, լուզեր եւ աբյուզեր։ Իսկ խանդը իր համար կլիներ red flag, այ օրինակ իմ պատկերացմամբ իսկական Օթելոն կլիներ այսպիսին։ Մեր օրերյա Օթելոն։ Դարին ստեղից այդ խեսի վիճակի չեմ։ Ուր է իմ թաշկինակը, Դեսդեմոնա։ Օհ, Օթելլո, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ես քեզ դավաճանել եմ, դու իմ կյանքում առաջի տղամարդը չես։ Ինչ։ Ալը ոչ կյանքս ման չկա։ Երկրորդն էլ չես։ Ոչ կյանքս ման չկա։ Օթելլո, ավաղ, բայց դու երրորդն էլ չես։ Ոչ կյանքս ման չկա։ Չորրորդն էլ չես։ Ալը ոչ։ Օթելլո, դու հինգերորդն էլ չես։ Ոչ կյանքս բան չկա։ 6-7-8-ն էլ չես։ Ալը մի դեր։ 9-րդն էլ չես, Օթելլո։ Բան չկա կյանքս։ 10-րդն էլ չես։ Ոչ բան չկա։ Օթելլո, դու 11-րդն էլ չես։ Բան չկա։ 12-րդն էլ չես։ Բան չկա կյանքս։ 13-րդն էլ չես, Օթելլո։ Ինչ փշատած։ 15-րդն էլ չես։ Ոչ կյանքս բան չկա։ Դուք գժվել եք։ Ես ինչ է կատարվում, ես արդեն չեմ հասկանում, մի րոպե։ Լուիզ, Լուիզա, Լուիզա։ Ինչ է եղել, ես պատմական ներկայացումը թողել եմ, եկել եմ, ինչ եք ուզում։ Դու գիտես ես ինչ դեր էի խաղում։ Լուիզ, ում դերն էիր խաղում, թագավորի։ Ավելի բարձր։ Կայսրի, Ավելի բարձր։ աշխարակալի, Ավելի բարձր։ հա, Ավետ Բարսեղյանի։ Դե չասեցինք այդքան բարձր։ Մայր Հայաստանի։ Դե ասա ինչ է եղել։ Լուիզ ջան, ճիշտ ասած, տեղ ամեն ինչ խառնվել է իրար։ Ռոմեոն լիմոնադ է խմում, Օթելլոն աբյուզերը, իսկ Դեսդեմոնան անհատական մերսումներ է անում։ Սնես տպավորության ոնց Սուրեն Շահվերդյանի ներկայացումը պատմես։ Դե լավ։ Մի բան եմ առաջարկում։ Դու ես ամեն ինչը շատ թեթև տար, հասկացար։ Թեթև։ Հա։ Մի վերաբերվի սրան որպես լուրջ արվեստ։ Սա ժամանց է։ Հա, ժամանց։ Հա, թեթև։ Թեթև։ Դե ես մի հատ փոխվեմ նկարաման գամ։ Լավ։ Թեթև սոլիկ, հայտարարի։ Ֆիքսել եք չէ Կարո Քուրաջյան 26 տարեկան գյուղձորխորոց, բայց անցնում եք առաջ։ Ես վստահ եմ, որ բոլոր վարորդների հետ էլ պատահել է, երբ կանգնած են կարմիր լույսի տակ ու ինչ-որ մեկը մոտենում է ու փորձում է ինչ-որ բան վաճառի ձեզ։ Շլավը կարմիր լույսը չանցա, հա։ Կներեք հետևի պատուաններ, բայց Անձերոցիկ կուզեք։ վայ, չէ, շնորհակալություն պետք չի։ Թաց անձերոցիկ Չէ, կուզեք։ չէ, շնորհակալություն պետք չի։ Զուկանի թուղթ, Տուն լիքը կա, շնորհակալություն։ կանադական սասիսկի, Վայ, դիետայի մեջ եմ։ հավ, Չէ, մերսի, չեմ ուզում։ խաշբար կուզեք հետևնել գարասկոպն Ես ակրած։ այդքան հավատ բաներին չեմ հավատում, չեմ ուզում։ Բավր ոչ մի բան չզում խանութից մեջ ինչ գործ ունես, ավտոյովդ քշի էլի մեծ ստուծի։
Կյանքս, սենց որ նայում եմ երեխեն տոչնի պապտա, հա? Ախ, որպես սոսմն արի։ Իքի ոնքոխը շոտ նմոնը պոպուտ։ Ախ, բերական ձենդ կդի։ Իյոյ մորդ, պոպուտ քիթը, պոպուտ աչքերը, պոպուտ բերանը։ Դե կյանքս, չեմ վիրավորում պապուտ, դենեկա դունեմ ոխը շոտ նմոնը։ Դու կանաս գոնես պանի խիդայի տեղը սոսմն ասես, դագաղից ես են արի։ Այսօր եւ առհասարակ շատ են խոսում, որ բլոգերներն ամեն ինչ գովազդ են անում։ Եվ այդպիսի մի բլոգեր Կորյունչիկ, միատարի մամայի հետ գովազդ անենք։ Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր մենք անել ենք շատ յուրահատուկ unboxing, բայց ոչ սովորական unboxing։ Եվ քանի որ երեխայիս պամպերսի հոտից հասկանում եմ unboxing անելու ժամանակն է, երեխային պարկացնում ենք, բացում ենք։ Եվ ինչ ենք տեսնում։ Կակաշ, բայց ոչ սովորական կակաշ, քանի որ այս կակաշը մեզ ուղարկել է կակաշո ճապոնական սուշիների ցանցը։ Օգտագործեք երեխայից պրոմո կոդը եւ առաքումը կլինի անվճար։ պատկերացնենք իրավիճակ, երբ գիտնականներն արդեն կարողացել են ստեղծել կանանց կառավարելու պուլտ։ Տականք զզվելի զզվում եմ քեզանից, ոնց ես կարայի գնայի էշի մեջից նախրիճակը տպաչեի։ Ախր մամաս ճիշտ էր ասում, Հայարփի ջան, դու մարալ, սիրուն, հաուրատ ուզողուն ես, սրա պոչից ինչ ես կպել, եսի քո հետ չի ուզում ամուսնանա։ Եկար զզվելի, արի ստեղ, արի դեմս կանգնի, տխմար, դու ոնց կարաս իմ հետ սենց վարվես, դու իմ կյանքը կերել ես, հասկանում ես։ Էս ինչա վրետ, էս ինչա, ինչ անում ես մազը քո վրա։ Ախ, հələ աչում այի։ Տկատ ունեմ ինչ անում, լսի, ես քո խաղալիքը չեմ։ Եթե դու իմ հետ չես ամուսնանալու, հիմա դու ինձ ասա, որ ես ես ամեն ինչ հասկանում ու գնամ կազանից այն կողմել, ես այս չեմ կարում ապրել։ Հրես ինչ կայֆ է։ Վայ, ինչ ես անում։ Հեսա ես այդ պուլտը կվերցնեմ ու մի արա, տուպո ես դու, մի արա տենֆոնը, ներվես, խամ, մի գնալու, մի արա։ Լեզուներ։ José Ignacio, por favor, piano, Allah Akbar, Allah Mulala, Allah Malala, Mirae, Partizane, Shindu Traina, Shindu Prala, Allah Lihali, Allah Lihali. Мама правильно говорила, жизнь зла, полюбишь и козла. Այսօր եղարքունիքը մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վերջացրու, գժվացրեցիր, եթե դու իմ հետ չես ամուսանում։ Պաուզա։ Զեցը, պերեմոտկա։ Միսակ տղա, կյանքս կերել ես, կամ հետս ամուսնանում ես, կամ ես չեղած Պաուզա։ երեխեքիս։ Հազարից մեկ որոշ լիմ էտ սուպիզ անի։ Չեմ հավատում կյանքս, կներես, որ այսքան վատ բան ասեցի քեզ, գժվում եմ քո համար։ Այս ինչ սիրուն մատանիա։ Կյանքս էտ ախ, ցավում, հա։ Չէ, moja prelest։ Կյանք, կներես, որ քեզ այդքան վատ բան ասեցի, այնքան շնորհակալ եմ ապրես արևս։ Խնդրեմ կյանքս, բայց մատանի չէր, խամյակա։ Ես ուզում եմ հասկանամ, ձեզ դուր է գալիս այս վիճակը։ Բայց ինչ վիճակա որ։ Ինչ վիճակա։ Լուիզը մեզ իրա մատերի վրա խաղացնում է, հա, հասկացանք լավ դերասանուհի է, բայց ինչի մենք, այսինքն ես սպարկած դերասանուհի եմ, երեք եղավ բոլեղով, ինչա ես հրանտ անով մարդ չունեմ, ես մարդ չեմ։ Կտրի։ Ինչ։ Հետևս կանգնած է, հա դեսնես դեպքերը միշտ հետևում։ Վայ Լուիս ջան, ինչ էի ասում, չէ չնայած գիտեմ ինչ էի ասում, Լուիս, այդ դու մտածում ես, դու մեզնից, ինձնից ավելի լավ դերասան ես, հա, ինչ ես մեզ մատերիդ վրա խաղացնում։ Հայարփի ինձ թվում է, թե զզվում ես ինձնից։ Վայ չէ, Լուիս, ես գժվում եմ քո համար, Լուիս, ես քեզ շատ եմ սիրում, Լուիս, ես քեզ իմ մամայից շատ եմ սիրում, Լուիս, իմ մաման էլ իր մամայից է քեզ շատ սիրում, իր մաման իր մամայից է շատ սիրում, Լուիս, իմ սաղ գերդաստանը քեզ շատ է սիրում, Լուիս, ալավ աշխարհն է քեզ սիրում, Լուիս, մեր սաղ ճավախ աշխարհը քեզ։ Լավ, մի հատ հանգստացի։
Ինչ ես ասում։ Դե ուզում եմ ասեմ Լուիս ջան, դե ինքան ես չեմ սիտկոմներում ես շատ խաղում, դարձել ես սիտկոմի վաստակավոր Լավ, դերասան։ որ այս բանավեճը երկար չտևի, ես առաջարկում եմ երկուսով մի բան, նույն բանը խաղանք, տեսնենք ոնց է ստացվում։ Ես ու դու։ Այո։ Գնացինք։ Խաղանք, հա։ Ուր ես։ Անցիվերինգի հայտարարի։ Քնած գեղեցկուհին Լյա մինոր։ Ես կհամբուրեմ քնած գեղեցկուհուն եւ նա կարտանա երկար տարիների քնից։ Ստոպ։ Լուիս, Հայ արփի, ես ինչ ձև ես քնում։ ո՞նց քնեմ բա։ Դու տենց էլ քնել չսովորեցիր։ Այ գիտես ինչի դու շոու բիզնեսում առաջ ես գնում, որտեվ քնել չգիտես։ Մի հատ այնցի ես կոմ։ Գնացինք։ Ես հիմա կհամբուրեմ քնած գեղեցկուհուն եւ նա կարտանա երկար տարիների քնից։ Ախպերս մի րոպե էլի։ Լուիզա Ներսյանից տեղ են համբուրում։ Տղեկ եկեք։ Ախպեր համբերը կլիմա իմ հերթն է։ Ախպերս իմ հերթն է։ Ասում եմ իմ հերթն է, առավոտվանից չեկը քաշը կայնել եմ։ Ես օնլայն եմ պատվիրել։ Բարև ձեզ։ Լուիսա Ներսյանից տեղ եմ պաչում։ Հա, մի վայրկյան դու ես ուզում պաչես։ Չէ, ինձ մարդս է ուղարկե, պաչեմ գնամ։ Տեսնում ես հայ արփի։ Կարևոր չի թե որտեղ ես քնում, կարևորը ոնց ես քնում։ Ուղղակի հասկացի, այս ամեն ինչը անտանելի է։ Այսօր մեր մոտ ամեն ինչ տանում է դեպի գովազդը։ Մարդիկ դերասան են դառնում, որ գովազդ անեն։ Գովազդում են նկարվում, որ հայտնի դառնա, հետո ինչ-որ մի ուրիշ տեղ էլի գովազդ անեն։ Լավ, ես ուզում եմ հասկանամ, միթե չկա մեկը, ով հանուն արվեստի ուզում է դառնալ դերասան։ Այո, կա։ Այդ ես եմ ուզում դառնալ անմիակը, ով իր կյանքը կհանձնի թատրոնի բեմին, ով իր ճակատագիրը կտա հանդիսատեսին։ Ես կլինեմ այն արտիստներից, ում խոսքից անսիրտները կհուզվեն, տխուրները կժպտան, եւ այդ ամենը հանուն արվեստի։ Ո աստվածներ, միթե այս ամենը իրական է, միթե այս ամենը երազ չէ։ Ոչ, սա երազ չէ արվեստի քրմուհի։ Ես եմ լինելու արվեստի վերջին սպարապետը։ Օ իմ սրտի փոքրիկ իշխան, որտեղ ես այս ամենը սովորել։ Այս ամենը ես սովորել եմ Հայարփի Զուրանչյան դերասանական ստուդիայում։ Հայարփի Զուրանչյան դերասանական ստուդիո, սպասում ենք բոլորիդ, ապրես բարես։ Ապրես, այ, շնորհիվ քեզ հասկանալի է, որ մեր ապագան կորած չէ։ Այո։ Մեր արվեստը վստահելի ձեռքերում է, ձեր ծափարությունները նրան։ Դե ինչ, գնացինք, արի գնանք, մի հատ լավ գովազդա կպե, գնանք նկարվի։ Լուիս։ Կարծում եմ ելույթը մի քիչ երկար էր, իմ կարծիքն է, այդպես։ Համարներ կային, որոնք Նու կարելի էր ավելի քիփ անել, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր թիմին, թիմը հետաքրքիր հավաքական թիմ էր։ Շատ հետաքրքիր, սենց տարբեր մարդիկ են հավաքվել։ Լուիզա ջան, ես առանձնատուկ ուզում եմ բոլորս ծափարենք Լուիզա Ներսիսյանին, շնորհակալություն Լուիզա ջան։ Թիմում կառանձնացնեմ Հայարփին։ Իր առանձնահատուկ խաղով, իրականում Հայարփի ջան կներեք ժողովուրդ ջան, բայց պետք է առանձին առանձնացնեմ խաղարկային տեսանկյունից։ Միսակ ջան, ավելի շատ ծիծաղել եմ քո այդ անսպասելի հումորների վրա, բոլորդ նույնպես լավն եք, Գարիկ ջան, շնորհակալություն, իդեպ Գարիկը իմ աշակերտն է։ Ասეთ, հա, Գարիկը Հայարփի Զուրանչյան դերասանական ստուդիա գոյություն չունի, Գարիկը տրիո ստուդիայի սանեք, եկեղեցու մեկ անգամ ծափարենք։ Էքսպերիմենտը կարելի ասել ստացվեց։ Շնորհակալություն ծափարությունները Գրիգոր Դանելյանին, Արտյոմ Կարապետյան։ Ես շատ տարբեր բան չեմ ասի, ինչ որ ասեց Գրիգորը, իսկապես նախորդ թիմերի հետ որ համեմատում ենք, հավաքական այս թիմը շատ իրարից տարբերվող էր եւ լոկոմոտիվ երևի պետք է ասեմ Հայարփիին,
ու ինքը նորություն է այս ֆորմատի մեջ, որովհետև թատրոնը եկավ այս ֆորմատի մեջ ու որ սաղից ծեծեց, որ ասեց խելոք մնացեք, մենք ուժեղենք, շնորհավոր եմ, բոլորին եմ շնորհավոր։ Ես այս պարագայում կուզեի նշել, որ IRP-ն իրոք բացահայտում էր մեր համար, բայց այստեղ կա շատ կարևոր բան։ Նարին ու Նանոն, մարդիկ, որոնք այդ բացահայտմանը բավական լավ պաս տվեցին, այդ փոխանցումը արեցին ու այդ համագործակցությունը այս երեքի մեջ բավական հետաքրքիր էր։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ երեքով միասին եկեք ծափարենք հենց նրանց։ Շնորհակալություն Նարի ջան, Նանո ջան, իրոք կարողացաք այդ ամեն ինչը կպցնել իրար։ Շնորհակալ եմ Գալիկ Սեփխանյան։ Ասես որ թմին նայում ոնց որ ջրաչափի թվեր են, էլի շատ խառն։ Բայց Լուիզա ջան էքսպերիմենտը ստացվեց ինձ թվում է, մի քիչ գոտկատեղից ներքև հումոր կար, ես մի քիչ կողմնակից չեմ դրան, բայց ամեն դեպքում շնորհավորում եմ բոլորիդ։ Ես կարևոր տեխնիկական բան ասեմ։ Հետո նոր գովեստի խոսքեր ասեմ։ Շուտկեքը հումորները տեղ չէր ասնում, որովհետև շատ արագ էր տեմպը ու տեխնիկական մենք չենք լսում շատ բաներ, որը որ հումորը չէր ասում, տեղ չկարողացանք հասկանալ ինչով ծիծաղենք։ Շեշտադրումները։ Երկարությունը երկար էր շատ, այդ չի քննարկվում, բայց պրիմադոնան Լուիզա Ներսիսյան եւ մնացածը յուրահատուկ է ամեն մեկը ձեր տեսակի մեջ։ Ես չեմ ուզում ստեղ դիտարկվեմ, ես ինքս ինձ էլ այդպես չեմ անցալում, որ ժյուրի անդամ, ես եկել եմ ծիծաղելու այսօր, լավ ժամանակ անցկացնելու ու ես ծիծաղեցի։ Շնորհակալություն ձեզ։ Ես եկեք մի հատ բարձր ծափարենք իրենց համար։ Շնորհակալություն։ Դե պարոն Շավերդյան, լսում ենք, ծափարություններ Սուրեն Շավերդյան։ Երիտասարդ տղան շատ հույս է ներշնչում։ Ես օգտվեմ առիթից եւ այս խմբի ելույթի այսպես կարմիր թելով տանող ճանապարհով գնամ։ Սիրելի հանդիսատես, դուք կարող եք տաղանդավոր հայրփի Զուռնաչյանին վաղը չէ մյուս օրը Ստանիսլավսկի թատրոնում դիտել։ Փոսը ներկայացման մեջ նա փայլում է, այնտեղ իսկապես ուրիշ հայրփի Զուռնաչյան կտեսնեք։ Սպասում ենք ձեզ 16 դեկտեմբերի ժամը 7-ին Ստանիսլավսկի թատրոնում, նա իսկապես տաղանդավոր է եւ ինձ համար շատ հետաքրքիր բացահայտում։ Հետո ասում են դերասանները գովազդ չեն անում։ Տեսնում եք ինչ լավ գովազդ արեց Սուրեն Շավերդյանը։ Մի հատ բարձր ծափարություն։ Ռաֆայել Յանոսյան ասում է վաղը չեմի սորը Լուիզա Ներսյանը կամերային թատրոնում Սիրո խոստովանություն ներկայացումն է, որ արդեն դիտել են 150,000-ից ավել հանդիսատես Իսկ մեզ մոտ պրեմիերա է։ Ակես հաղորդումը գնալը Փետր Մեր մոտ ամեն ներկայացումն է պրեմիերա, Լուիզա ջան, շնորհակալություն։ Ես ուրախ եմ իրոք, որ թատերական աշխարհից մեկը կարողացավ ձեզ այս բեմից պարգևել այդ էմոցիաները։ Այդ հետաքրքիր տեսակ արդարը չի, հա, մյուս խմբերում կարծես պրոֆեսիոնալներ չկային, բայց այստեղ հա բացի գնաց։ Հա, բայց այստեղ դե եւ դուք Լուիզա եւ Հայարփին պրոֆեսիոնալ դերասաններ եք։ Չէ, դե ինձ բան չենք ասում։ Եվ այսպես հարգելներ, շնորհակալություն ժյուրին կարծիքի համար, շնորհակալություն բոլորիդ անխտիր ծափարությունները Լուիզա Ներսյան եւ ընկերներ։